Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համամիտ չէ տեսակետներին, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են։ Կա համաձայնեցված փաստաթուղթ Պետերբուրգում փոքր առանձնազրույց ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Իմ տպավորությամբ որևէ փակուղու մասին պետք չէ ու չի կարելի խոսել։ Նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի։ Պետք է տեղեկացնեմ մեր սիրելի քաղաքացիներին, որ ցեղասպանության հերքումը բավական երկար ժամանակ քրեականացված է Հայաստանի քրեական օրենսգրքով։ Վլադիմիր Վարդանյանը հերքել է լուրերը, թե ազգային ժողովում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը։ Հայաստանի Եվրամիության անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի են ԵԱՏՄ-ին այս երկրի անդամակցության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը։ Մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում, ասել է Ալեքսանդր Գրուշկոն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մեկնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, հայտնել է նրա խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ դեռ որոշում չի կայացվել, ով է Ռուսաստանից մասնակցելու հոգեհանգստի արարողություններին։